Մարտի 7-ին դեմ եմ նախաձեռնությունը բողոքի հերթական ակցիան է անցկացնելու ֆինանսների նախարարության դիմաց։ Ըստ ակտիվիստ Հարություն Աղլամազյանի, այս կերպ նախաձեռնությունն իր բողոքն է արտահայտում ֆինանսների նախարարության կողմից գործատուների նկատմամբ կիրառվող ճնշումների առիթով։ Դա բացահայտ ճնշում է գործատուների վրա, մենք այդպես ենք ընկալում եւ ամսի 7-ին համարժեք իրավաչափ պատասխան ենք տալու ֆինանսների նախարարությանը, որպեսզի այդպիսի հայտարարություններ չանեն։ Ինքը իրավունք չունի ինչ-որ կոնկրետ բաժանմիջոցներ կիրառել գործատուների նկատմամբ, այլ ինչ-որ վարչական տուժեր կարող է կիրառել, եթե դրա իրավունքը իսկապես ունենա, դա կարող եմ ասել եւ ավելացնել եւ մենք քանի որ օրենքը վիճարկվում է Սահմանադրական դատարանում եւ ոչ մի պատասխանատվություն չի ենթարկվում, հետեւաբար այդ օրենքը օրենք չի, այլ նորմ է։ Ի սկզբանե, երբ որ աշտակարգային որոշումը Սահմանադրական դատարանը հրապարակեց, թե ՊԿ, թե ֆինանսների նախարարությունը գնացին մի այսպես ասած այն ուղով, որ անդադ տարածում էին այն լուրերը, որոնք իրականությանը չեն համապատասխանում եւ հիմք չունեն, հետո մարդկանցները պաշտպանել դա հաստատեց, անգամ Սահմանադրական դատարանի աշտակազմի ղեկավարը դա հաստատեց, որ իբր թե հետագայում կարող են, եթե օրենքը սահմանադրական ճանաչվի, 3 ամսվա միանգամից գանձուներ լինեն։ Հա, այսինքն սա մի հայտարարություն է, որը տարածեցին, այս ցեցը գցեցին գործատուների մեջ, որովհետեւ նրանք իբր թե վախենան, որ իսկ ինչ եթե հետո ստիպված լինենք մեր աշխատողներից 3 ամսվա պահել։ Դրանից հետո գործատուները մի մասը որոշեց որպես ելք այս իրավիճակից պահել այդ գումարները փաստորեն, իրենց հաշիվներին չփոխանցել կամ ուշ հաշվին, մտածելով որ եթե այսպեսի բան լինի, մենք գոնե այդ գումարները տանք եւ աշտակից այդ բեռի վրա չզգա մի անգամից 3 ամսվա։ Ես սա անգամ որպես ծուղակ։ Հետո ֆինանսների նախարարը կանգնում է եւ ասում է, եթե դու գանձել ես այդ գումարները, ինչ հիմքով իրավունք ունես քեզ մոտ պահելու գործատու։ Դու իրավունք չունես այդ գումարը քեզ մոտ պահել։ Դու գանձել ես աշտակցից այնինչ պատկանում է իրեն, ուրեմն պիտի փոխանցես ֆոնդին։ Տեսեք, ինչ է ստացվում, երբ ֆինանսների նախարարը ասում է փոխանցեք այն գումարները, որոնք դուք արդեն պահել եք, ինչ իրավունքով եք պահում դրանք, որովհետև կարող են այդ աշխատակիցները ձեզանից պահանջել այդ ժամանակահատվածում իրենց գումարի վրա եկած տոկոսները, բայց հիմնականում բոլոր աշխատակիցների մեծ մասը եւ այն ընկերությունները, որտեղ նրանք աշխատում են, այդ պահումները արել են համաձայնեցնելով աշխատակիցների հետ եւ այդ աշխատակիցները ֆոնդեր չեն ընտրել։ Այդ դեպքում եթե այդ գումարները փոխանցվեն այդ միջանկյալ հաշիվներին, ինչ տրամաբանությամբ պետք է դրա վրա գան տոկոսներ։ Հետևաբար պետք է նաեւ մի անգամ եւս նշել, որ պետք է ֆինանսների նախարարությունը հայտարարի, որ այդ բնական է, որ այդ գումարները կարող են փոխանցվել աշխատակիցներին հետ, որոնք որ չեն ընտրել ֆոնդեր։ Բնական է, ովքեր որ ընտրել են ֆոնդեր, միանշանակ պետք է փոխանցվեն այդ ֆոնդերի ֆոնդերին։